Եվ այսպես Հռոմեացիս 12 համարը ասում է. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը, հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարյալ է»։ Տարիներ շարունակ ես այս համարի մասին մեկնաբանությունները լսել եմ այսպես, եւ գուցե ինքս էլ ինչ որ շրջան հասկանում եմ, որ սա վերաբերվում է շորին կոշիկին, հագնվածքին, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այսինքն աշխարհիկների նման, այսպես ենք լսել, այսպես ենք մտածել, աշխարհիկների նման մի հագնվեք, աշխարհիկների նման արտաքին տեսք մի ունեցեք եւ այլն։ Բայց այս խոսքը շատ ավելի խորքային է, շատ ավելի խորը իմաստ ունեցող խոսք է։ Խոսքը վերաբերվում է այն մեծ գայթակղությանը, որին առնչվում է յուրաքանչյուր հավատացյալ։ Այն է անուշադրություն ցուցաբերելու արդյունքում միաձուլվել ամբոխին։ Ոչ սթափ վիճակում, ոչ հոգևոր սթափության արդյունքում նա հավատացյալը տրվում է այս գայթակղությանը նմանվել կամ միաձուլվել կամ չտարբերվել, դառնալ մեկ ամբոխի հետ։ Անցյալ անգամ հիշեցինք Մարկոս Ավրելիոսի խոսքերը Հռոմի գահակալի, որը որ գահակալել է 161 թվականից մինչև 180 թվականները Քրիստոսի ծնունդից հետո, նա ասել է այս խոսքերը ամբոխը միշտ սխալվում է, այլապես ամբոխ չէր լինի։ Այլապես ամբողջ չէր լինի։ Քրիստոս եկավ բացահայտելու մեր անհատականությունը։ Քրիստոս եկավ եւ քո կյանք մուտք գործեց, որպեսզի քեզ առանձնացնի, քեզ զատի ամբողից։ Սուրբ բառի իմաստը աստվածաշնչյան իմաստով նշանակում է զատված, առանձնացված, հատուկ նպատակի համար, հոգևոր նպատակի համար։ Եւ Աստված քեզ եւ ինձ բերելով դեպի կյանք, բերելով դեպի ապաշխարություն, զատել է ամբոխից։ Զատել է ամբոխից։ Մենք անցյալ անգամ խոսեցինք, որ ապաշխարություն նշանակում է նախ մտքի փոփոխություն, մտածելակերպի փոփոխություն, նաև վարքագծի փոփոխություն։ Երբ քո մտածելակերպը տարբերվում է ամբոխի մտածելակերպից, քո վարքագիծն էլ է տարբերվելու։ Երբ քո մտածելակերպը չի տարբերվում, երբ դու շարունակում ես մտածել այնպես, ինչպես մտածում է ամբոխը, մեծամասնությունը կամ աշխարհը, մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, աշխարհ ասելով ծառն ու թուփը նկատի չունի, ոչ էլ թռչունները, ոչ էլ արջը, ոչ էլ ընձուղտը։ Աշխարհն ասելով նկատի ունի ամբոխը, մեղավոր մարդկությունը, որը ընտրել է իր հարմարավետ ուղին, որը տանում է դեպի դժոխք։ Մի կերպարանավորվեք նշանակում է մի ձուլվեք, մի նմանվեք, մի հարմարվեք, մի տրվեք այդ գայթակղությանը, մի ապրեք նույն արժեքներով, ինչով որ ապրում է ամբոխը, մի հետապնդեք այն ամենը, ինչը որ հետապնդում է ամբոխը։ Եվ խոսքը միայն չի վերաբերում արտաքին եւ դրսի երևացող երևույթներին, խոսքը վերաբերվում է այդ ներքին արժեհամակարգին կամ մտածելակերպին։ Մտքի նորոգությունով նորոգվեք կոչը խոսում է նրա մասին, որ եթե դու այդ նորոգության ընթացքի մեջ չես, շատ հեշտությամբ սկսելու ես մտածել այնպես, ինչպես մտածում են շուրջիններդ։ Այն մարդիկ, որոնց հետ դու շարունակ շփման մեջ ես։ Եթե քո հարևանները, քո ընկերները ամբողջ իրանց ուշք ու միտքը աշխարհային երկրավոր բաներն են, բամբասանք, չգիտեմ, հպարտություն, գոռոզամտություն, նյութ, փող, եթե ամբողջ օրը դու նրանց հետ ես շփվում, եթե ստապ չլինես, զգոն չլինես, դու էլ ես սկսելու նույն կերպ մտածել, նույն բաների մասին խորել։ Դա համար Աստծո խոսքն ասում է, չար ընկերակցությունը բարի վարքը ապականում է։ Կամ ինչպես այսօր առավոտյան լսեցի Սաղմոս առաջին Սաղմոսը հորդորում է մեզ չնստելու ում հետ, ծաղր անողների հետ, չքայլելու ում հետ, ամբարիշտերի հետ։ Նշանակում է, այս զատվածությունը պետք է հստակ լինի, ոչ նստել, ոչ քայլել նրանց հետ, ովքեր որ մեղավոր խորհուրդների մեջ են ապրում, որտեղ վտանգ կա, որ
դու էլ ես սկսելու այդպես մտածել։ Իսկ եթե դու էլ սկսես այդպես մտածել, վարքագիծդ էլ է փոխվելու, որովհետև ապաշխարություն նաև նշանակում է վարքագծի փոփոխություն, մտքի եւ վարքագծի փոփոխություն։ Եթե քո միտքը նորոգված չէ, եթե քո միտքը շարունակական նորոգության ընթացքի մեջ չէ, վարքագիծդ էլ է փոխվելու։ Դրա համար Աստված ոչ թե մեր մատերի արանքից ծխախոտն է հանում կամ մեր ձեռքից բաժակն է վերցնում, Աստված սրանք չի վերցնում, այլ մեր միտքն է փոփոխության ենթարկում։ Երբ որ միտքդ փոխվեց, ակամայից արդեն սովորույթներդ էլ են փոխվելու։ Ես քո սովորույթներին վատ կամ լավ գնահատականը չեմ տա։ Բայց մեր խորհուրդները կարող են լինել լավ կամ վատ։ Որտեղից եւ ծնունդ է առնում մեր վարքագիծը։ Մի վախեցիր մտածել ուրիշ կերպ, քան ընդունված է ամբողջի կողմից։ Մի վախեցիր ընթանալ ամբողջին հակառակ եւ մի վախեցիր ծաղրանքից։ Մի վախեցիր չընդունված լինելուց։ Մի վախեցիր, եթե ծաղրվում ես, եթե ընդունված չես, նշանակում է սա լավ ցուցիչ է, որը վկայում է, որ դու ամբողջի հետ համահունչ չես։ Համերաշխ չես։ Սա վկայում է քո անհատականության մասին, սա վկայում է քո Քրիստոսի հետ ապրելու մասին, քո խորհուրդների տարբեր լինելու մասին։ Սա վկայում է, որ քո մտքերը նորոգության ընթացքի մեջ են, որ քո մտքերը նորոգվում են ամեն օր։ Դադարիր վախենալ ուրիշների կարծիքից։ Եվ սա նշանակում է ունենալ ազատություն չապրելու ուրիշների կարծիքի ստրկության տակ։ Այս է իսկական ազատությունը, երբ դու չունես այդ վախը ապրելու ուրիշների կարծիքի ստրկության տակ։ Ինչ ուզում են, թող մտածեն։ Ոնց ուզում են, թող մտածեն։ Ոնց ուզում են, թող գնահատական տան։ Քեզ ինչ, դու ազատ մարդ ես։ Եվ դու չես ուզում ապրել ուրիշների, ընկերների, չգիտեմ, համաքաղաքացիների, հարևանների, համագյուղացիների կարծիքի ստրկության տակ։ Այս վախերը խեղդում են քո անհատականությունը, այս վախերը խեղդում են քո պոտենցիալը։ Մի վախեցիր, մի ապրիր այդ ստրկության տակ։ Ով ինչ կմտածի, ով ինչ կասի, ում ինչ գործն է։ Վախենալ մարդկանց քննադատությունից դա ստրկության մի ձև է, որովհետև դու ապրում ես ոչ թե քո կամքով, այլ ամբողջի գնահատականի սպասելով։ Ոչ թե քո կամքով ես ապրում, այլ դու ապրում ես ամբողջի գնահատականին սպասելով։ Ով ինչ կմտածի, ով ինչ կասի։ Շարունակենք, սա ուղղակի մի փոքր վերհիշեցինք անցյալ կիրակի օրվա խոսացածը։ Շարունակենք այսօր։ Եվս մի քանի ճշմարտություններ, որ ցանկանում եմ փոխանցել ձեզ։ Իրական ազատությունը սկսում է այն ժամանակ, երբ դու գիտակցում ես, որ ոչ ոք քո մասին ավելի շատ չէ մտահոգված, քան դու եւ Աստված։ Ոչ ոք քո մասին ավելի շատ մտահոգված չի այս աշխարհի վրա, քան դու ինքդ եւ Աստված։ Եվ իրական ազատությունը այստեղ է, երբ դու սա սկսում ես գիտակցել։ Այստեղից է բխում, այս գիտակցությունից է բխում Աստծո կամքը ճանաչելու այս մեծ մղումը։ Երկրորդ խոսքն ինչ է ասում։ Մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, հապա ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը։ Ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, որ կարողանաք քննել։ Այսինքն եկեք այն գիտակցության, որ քեզ համար, ինձ համար, գամ են գիտակցության, որ հասկանանք, որ իմ համար, դու էլ հասկանաս, որ քեզ համար Աստծո կամքի գիտությունն ավելի կարևոր է, քան մարդկանց կամքը, կամ մարդկանց ուզածը, կամ ամբողջի ուզածը։ Հասկանալի է, չէ՞։
Մի քիչ բարձրացնեմ։ Մտքի նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը։ Որտեղից պետք է գա այս փափագը քննելու, թե ինչ է Աստծո կամքը։ Այն գիտակցությունից, որ քո մասին ոչ ոք ավելի շատ չի մտածում, ոչ ոք քո մասին ավելի շատ չի մտահոգված, քան Աստված։ Ճիշտ է։ Եվ դու ես, չէ՞ քո մասին ամենաշատը մտահոգված։ Ուրեմն եթե մտահոգված ես քեզ համար, հիշի, որ կա մեկը, որ նույնպես ամենաշատն է մտահոգված քեզ համար, եւ դա Աստված է։ Ուրեմն քանի հասել ես այս գիտակցության, սկսի մտածել, թե ինչ է կամենում Աստված։ Որովհետեւ երբ որ դու ճանաչեցիր ինչ է կամենում Աստված, ճանաչեցիր Աստծո կամքը, կգաս այն եզրակացության, որ այդ կամքը բարի է, հաճելի եւ կատարյալ քեզ համար։ Վերջ։ Ամբողը չքանում է ուղղակի։ Ամբողի կարծիքը, ամբողի մտքերը, թաղի տղեկը ինչ կմտածեն, ախպերությունը ինչ կմտածի, ընկերությունը ինչ կմտածի, կուրսի աղջիկները ինչ կխոսեն, ինչ կասեն, հարևանները ինչ կասեն, անցած լինի։ Որովհետև ես գիտեմ ում կամքն է իմ համար ավելի կարևոր, ում կարծիքն է իմ համար ավելի կարևոր, ես գիտեմ ով է ինձ համար, ով է քեզ համար ավելի շատ մտահոգ։ Ուստի ես սկսում եմ մտածել, թե ինչ է Աստծո կամքը, ինչու ենք գալիս եկեղեցի, որ ճանաչենք Աստծո կամքը, ինչ ենք լսում Աստծո խոսքը, որ ճանաչենք Աստծո կամքը։ Որևէ մեկին այստեղ բռնությամբ չենք բերել մենք, որևէ մեկին չենք սիրաշահել, որևէ մեկին չենք հրապուրել, որևէ մեկին օգտություններով չենք խեղդել, բերել տալ եկեղեցի եւ այլն։ Եվ ոչ էլ հատուկ միջոցառումներ են կարել, որ գրավենք, որ մարդիկ գան եկեղեցի, եւ ոչ էլ այնպես էլ չի, որ օր ու գիշեր առավոտից իրիկուն մարդկանց տները ընկած մարդկանց կանչում ենք եկեք եկեղեցի։ Սա լոկ բարձ գիտակցությունից է, որ մենք խոսքի զորությամբ հասել ենք, որ քո մասին ավելի շատ ոչ ոք չի մտածում, քան դու եւ քո Տեր Աստվածը։ Եվ եկել ես ճանաչելու այդ Աստծո կամքը ինչ է, որի հետևանքը լինում է միշտ բարի, հաճելի եւ կատարյալ։ Որն է Աստծո կամքը, մտքի նորոգությունով նորոգվեք, որպեսզի կարողանաք քննել, թե ինչ է Աստծո կամքը։ Գիտեք հոգևոր կյանքը ինչ է, եթե ես պարզ հասարակ ձևակերպում տալ։ Հոգևոր կյանքը թանկագիններ։ Մեր մտքերի համապատասխանեցումն է Աստծո մտքերի հետ։ Շատ պարզ։ Հոգևոր կյանքը մեր մտքերի համապատասխանեցումն է Աստծո մտքերի հետ։ Կրկնում եմ, մեր վարքագիծը ծնունդն է մեր խորհուրդների, մեր մտքերի, մեր արժեքների, մեր մտածելակերպի։ Մտածելակերպի նորոգությունը, ինչի կոչնանում է այստեղ Պողոս առաքյալը, նրա համար է, որպեսզի մեր մտքերը համապատասխանեցնենք Աստծո մտքերի հետ, որը բերելու է հոգևոր անվտանգություն, որը ծնելու է հոգևոր կենսակերպ, հոգևոր ապրելակերպ։ Դու չես կարող հոգևոր արդյունք ստանալ այն մարդուց, որը չունի հոգևոր մտածելակերպ, հոգևոր խորհուրդ։ Այսօր մեր երկիրը փոթորիկների մեջ է, մեր ազգը շոկ է ապրում, որովհետև հոգևորությունը խառնել են շորի հետ, որովհետև տեսել են սև շորը հագել, մտածել են հոգևոր է, բայց նա նույնիսկ չի գործել նրա մտքերի մեջ։ Մտքերը ավելի սև են, քան հագած շորը։ Հագած շորը կարա սև լինի, բայց մտքերդ պետք է լույս լինի։ Մտքերդ պետք է սպիտակ լինի, մաքուր լինի։ Իսկ երբ որ մտքերն են սև, հագածը կարա սպիտակ լինի։ Ասում եմ, ես սկզբում շորի հետ է կապված, կոշիկի հետ է կապված։ Չէ, մտքերի լուսավորության հետ է կապված։
խորհուրդների լուսավորության հետ է կապված։ Երբ որ մտքերդ լուսավոր են, երբ որ խորհուրդներդ լուսավոր են, երբ որ խորհուրդներդ համապատասխանում են Աստծո խորհուրդների հետ, վարքագիծդ լինում է լուսավոր։ Ու դու կարիք չունես հակածդ հագուստով ստեղծես ազդեցություն, ստեղծես մթնոլորտ, որ իբր թե դու հոգևոր ես կամ հոգևորական։ Հիսուս հասարակությունից չէր առանձնանում իր հագուստներով։ Փարիսեցիները առանձնանում էին, ծիրանի եւ բեհեզ էին հագնում։ Հիսուս չէր առանձնանում։ Հիսուս մի անգամ առանձնացավ, երբ խաչի ճամփին էր։ Հերոդեսը նրան ծիրանի հագցրեց, այսպես, ծաղրանք որպես թագավորական հագուստ հագցրեց, դե որ թագավոր ես, անեսի քեզ շորդ ու գնա մեռի։ Մնացած ժամանակ ինքը զորական մարդկանց պես էր հագնվում։ Բայց նրա մտքերն էին լուսավոր։ Ու ոնց ուզում բռնեին, ինչքան ուզում լրագրողները նրա շուրջը դառնային ու բզբզային, նրա մեջից ատելության խոսք դուրս չէր գալիս։ Որովհետև բարի ծառը բարի պտուղ է տալիս, չար ծառը չար պտուղ է տալիս։ Էությունդ, ներսդ, խորհուրդներդ ինչ են։ Ուրեմն հոգևոր կյանքը մեր մտքերի համապատասխանեցումն է Աստծո մտքերի հետ։ Քո կռիվը, քո պայքարը ինչ է, հոգևոր կյանքը ինչ է։ Հոգևոր կյանքը սիրելիներ օր ու գիշեր ավետարանչություն անելը չէ։ Հոգևոր կյանքը նոր եկեղեցիներ հիմնադրելը չէ։ Էսի արևմտյան ինչ որ բողոքական բանի տենց պտուղներ էլի արդյունքներ կամ ազդեցություններ։ Հոգևոր կյանքը դա չի։ Հոգևոր կյանքը շատ վազենք, շատ տեղեր խմբեր ունենանք, շատ տեղեր, էս չի հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքը ներքին պայքար է։ Ներքին պայքար է, ներքին կռիվ է, եւ այդ կռիվը ինչ է, քո խորհուրդների զիջումն է, քո խորհուրդների զիջումն է Աստծո խորհուրդների առաջ։ Այս հոգևոր կյանք, այս կռիվն է, մեր մարմնավոր խորհուրդները, երբ որ հանձնվում են աստվածային խորհուրդների հետ, խորհուրդներին։ Գալիս ես Աստծո խոսք ես լսում, ինչ ենք ասում, եկեք Աստծո խոսք լսեք, որ մտնեք պատերազմի մեջ։ Շատերը ինչու չեն գալիս Աստծո խոսք լսում, որ չմտնեն պատերազմի մեջ, որ շարունակեն իրենց մտքերի հետ ապրեն համերաշխ, արդարացնեն, ինքնաարդարացման ճանապարհով գնան։ Եվ ինչու են ամբոխի մեջ թաքնվում։ Ինչու են ամբոխի մեջ թաքնվում, որովհետև իրենց մտքերն ու ամբոխի մտքերը համահունչ են։ Որովհետև ամբոխի մեջ իրենք չեն առանձնանում, որովհետև ամբոխն էլ է այդպես մտածում, ամբոխն էլ է այդ նույն արժե համակարգով ապրում, այդ նույն նպատակների համար ապրում։ Մարդիկ ընդհանրապես ամբոխը, աշխարհը, ամբոխը զբաղված են իրենց վախերով։ Ամեն մեկ իր վախերն ունի այս կյանքում։ Ինքը զբաղված է իր վախերով եւ իրանք փորձում են լինել այս աշխարհի մեջ ավելի ինքնավստահ։ Եվ հաճախ այդ ինքնավստահությունը նրանք ձեռք են բերում քեզ, ինձ ներառելով իրենց արժե համակարգի մեջ։ Այսինքն ինքը երբ է իրան ուժեղ զգում, երբ է իր վախերը հաղթարում, երբ որ իր նման սկսում է շատ մարդիկ մտածել։ Այստեղ ինքը ավելի իրան կոմֆորտնի է զգում, հա, հարմարավետ է զգում։ Երբ որ դիմացիները իրան նման են մտածում։ Ես ինձ հարմարավետ չեմ զգում, երբ որ դիմացիները ուրիշ ձև են մտածում։ Չէ՞ ոնց որ իմ ապսեի մեջ չլինեմ։ Ես ավելի հանգիստ եմ զգում, հարմարավետ եմ զգում, երբ որ շրջապատված եմ մարդկանցով, որոնք որ իմ նման են մտածում։ Մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, այլ մտքի նորոգությունով նորոգվեցեք, սա նշանակում է աշխարհը կամ ամբոխը ամեն ջանք գործադրելու է, որ դու էլ իր արժամակարգը կարող լինես, դու էլ իր նման մտածես։ Փողոցից օրինակ բերեմ, էլի այդ երեխա տարիքում միշտ ինչ որ խուժան ջայել է լինում շրջապատի մեջ, ծխող, խմող եւ այլն, ու ինքը ստեղծում է իր ուժեղ տղայի կերպար է ստեղծում։ Ու ինքը ինչ է ուզում է, այնտեղ ինքը մենակ չզգա իրեն, այլ իր շուրջն է հավաքում մարդկանց, երեխեքի, որոնց վարակում է իր ախտով։ Եվ ուժեղ տղայի կերպարը ինքը ստանում է այսպես։ Ու այս երեխեքը, որոնք որ
չունեն պետք եղած պատրաստվածություն իրենց ընտանիքներում, որովհետև իրենց պապաները խոպան են գնացել, իրենց մամաներն էլ չգիտեն, լվաց կանեն, հացը վաստակեն, երեխուն մանկապարտեզից վերցնեն, ոնց անեն, ինչ անեն, այս երեխան մի քիչ այդ կարևոր շրջանում, որովհետև պապան մտածել է մենակ փող բերի, որ երեխան հաց ուտի, չի մտածում, որ այդ երեխուն փողից առավել կարիք ունի, իրա ուղղորդում ես, կյանքում ոնց ապրի, ուր գնա, ինչպես գնա։ Ու արդյունքում այս երեխեն, այս ոսկե երեխեն, որ այդքան բոլորը սիրում են, հարևանները սիրում են, գրկից գիրք են տանում եւ այլն, ինչ որ մի տարիքում, ինչ որ մի շրջանում մտնում է հենց այս սրանց ազդեցության տակ, որոնք ուզում են ուժեղը զգալ եւ իրենց մտածելակերպի ազդեցության գոտու մեջ են ներառում այս համով լավ սիրուն երեխեքին։ Ոնդեղ իրանք իրենց ավելի ինքնավստահ են զգում։ Հիմա դուք մտածում եք, սա մենակ բակին է վերաբերվում, փողոցին է վերաբերվում, ես ձեզ կասեմ ոչ, սա վերաբերվում է անգամ եկեղեցուն։ Նա կասեք ոնց։ Ասեմ։ Երբ որ հովիվը հոգևոր արժեքներով չի ապրում, երբ որ քահանան հոգևոր արժեքներով չի ապրում, երբ որ եպիսկոպոսը հոգևոր արժեքներով չի ապրում, երբ որ կաթողիկոսը հոգևոր արժեքներով չի ապրում, նա առանձնապես չի ցանկանում, որ իր ժողովուրդն էլ ապրի հոգևոր արժեքներով։ Գիտեք ինչու։ Որովհետև այդտեղ կառանձնանա ինքը։ Որտեղ ինքը կառանձնանա։ Եվ ինքը չի ուզում առանձնանա։ Դրա համար ինքը ստեղծում է այնպիսի մի հոգևոր, այնպիսի մի մտածելակերպ, այնպիսի մի արժեհամակարգ, որտեղ որ օրինակ գողություն անելը նորմալ է, ընտրություններ կեղծելը նորմալ է, շնություն անելը նորմալ է։ Սա ամենը նորմալ է։ Ու ամբողջի համար շահավետ է նման արժեքներ կրող հոգևոր ուսուցիչներ ունենալը։ Միտքս հասկանում եք թե ոչ։ Այն հովիվը, որը օրհնություն ասելով հասկանում է մենակ նյութական բարեկեցություն, նա իր եկեղեցում է դա սովորեցնում։ Տասանորդ տվեք, փող տվեք, այս տվեք, այն տվեք, դուք էլ կորտնվեք, դուք էլ կորտնվեք, դուք էլ կորտնվեք։ Նա այս արժեքների մեջ է պահում իր ժողովրդին։ Նա այդպես է ինքնահաստատվում, նա այդպես է ինքն իրեն ավելի հարմարավետ զգում։ Հիմա հարց. ինչու է մեր ժողովուրդը այսպես բարոյազրկված։ Ինչու է մեր ժողովուրդը այսպես բարոյալքված։ Որովհետև նրա հոգևոր ուսուցիչները առանձնապես շահագրգռված չէին ու չեն, որ ազգը ապրի ավելի հոգևոր, ավելի բարձր արժեքներով։ Նրանք շահագրգռված չեն, որ ազգը ապրի ավելի բարձր արժեքներով, ավելի հոգևոր արժեքներով, քան իրենք են ապրում, որովհետև իրենց նվաստ լինելը, իրենց մերկ լինելը, իրենց աղքատ լինելը, հոգևորապես աղքատ լինելը երևալու է։ Դրա համար արի ես քեզ ինչ ես ուզում, թաղում ես ուզում, կանոնք ես ուզում, ծնունդ ես ուզում, հարսանիք ես ուզում, արի ես քանով բավարարվենք մեր հոգևոր ընկալումները, մեր հոգևոր շփումները։ Ու դու իմ կյանքին մի խառնվի, ես քո կյանքին չեմ խառնվի։ Որ ես մութ անկյուններում իմ ուզածս անեմ, դու էլ գնա ինչ ուզում ես արա, հետո կգաս թաղման ժամանակ ինձ կհիշես, ես կգամ հատուկ աղոտ կանեմ, որ քեզ Աչակոմյան թագավորությունից Աստված տեղափոխի Ձախակոմյան թագավորություն, ու քեզ կտամ այդ վստահությունը, որ քո սիրելի գող, ավազակ, խապեպա բարեկամդ մահվանից հետո արժանացել է Աչակոմյան թագավորությանը։ Ամբողջ սխեման սրա մեջ է։ Մյուս կողմից էլ նյութասեր, նյութապաշտ Հիսուսի անունը առևտրի վերածած ավետարանականության անվան տակ մի այլ կրոնական ուղղություն կամ ուղղություններ։ Ու մեր ժողովուրդը, այս խեղճ ժողովուրդը այս երկուսի մեջտեղն է, չգիտի որը գնա, որը ընտրի։ Երկուսն էլ պոպուլյար են, որովհետև երկուսն էլ խոսում են մարմնի շահերի մասին։ Մեկը մեղսական կյանքի շահերի մասին է խոսում, մյուսը երկրավոր կյանքում բարիքներ ունենալու շահերի մասին է խոսում։ Երկուսն էլ մարմնին է վերաբերվում։ Դրա համար հոգևորականը ընդունված չէ, հոգևոր հովիվը պոպուլյար չէ։ Հոգևոր արժեքներ ուսուցանող եկեղեցիները կիսադատարկ են։ Ձեր մտքի նորոգությունով նորոգվեք, որ կարողանաք քննել, թե ինչ է Աստծո կամքը։
Ինչպես կարող ես դու հանդիմանել ագահությունը, երբ ինքդ ագահ ես։ Ինչպես դու կարող ես հանդիմանել հպարտությունը, երբ ինքդ հպարտ ես։ Ինչպես կարող ես դու հանդիմանել մեղքը, երբ ինքդ մեղքդ սիրում ես։ Չես կարող։ Մտքի նորոգությունով նորոգվեք, որպեսզի կարողանաք քննել, թե ինչ է Աստծո կամքը։ Մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով։ Եթե անգամ 4 կողմդ ապրում են այս արժեքներով, դու առանձնացի քո հոգևոր արժեքներով, եւ դրան կարող ես հասնել միայն մտքի նորոգությամբ, որ ճանաչես Աստծո կամքը։ Ճանաչիր Աստծո կամքը։ Եվս կարևոր մի բան։ Եթե դու չես ապրում քո սկզբունքներով, ուրեմն ստիպված ապրելու ես ուրիշների թելադրած սկզբունքներով։ Այսպես է, եթե դու չես ապրում քո սկզբունքներով, եթե դու չունես քո սկզբունքները, ուրեմն ստիպված ապրելու ես ուրիշների թելադրած սկզբունքներով։ Ուրեմն դու ընդունելու ես ամբողի թելադրած սկզբունքները։ Հիմա մի լավ պատմություն ձեզ հիշեցնեմ Դանիել մարգարեությունից։ Դանիելը, ասեմ, գերության մեջ էր Բաբելոնում, ինքը եւ իր ընկերները, Սեդրակը, Միսաքը եւ Աբեդնագովը, գերության մեջ էին, բայց որպես գրագետ, խելացի, գեղեցկատես, ներկայանալի երիտասարդներ, թագավորը իր խնամքի տակ առավ այս Հրեաստանից գերիվարված ուրեմն երիտասարդներին, Նաբուկոդոնոսոր արքան իր խնամքի տակ առավ այս երիտասարդներին եւ թույլ տվեց, որպեսզի Դանիելը իր սեղանից օգտվի, իսկ դա համարվում էր փառք, դա համարվում էր սեղանակից, արքայից արքայի սեղանակից, դա դրանից եկում էլ աշխարհ գոյություն չուներ։ Հիմա լսեք, Դանիելը որոշեց, որ թագավորի ազնիվ կերակուրներով ու անոր խմած գինիովը չպղծվի, ուստի ներքնապետեն թույլատրություն խնդրեց, որ ասոնցմով ինքզինքը չպղծե։ Թագավորը տվել է իրավունք, որ իր սեղանից օգտվի Դանիելը, իր արքայական սեղանից օգտվի Դանիելը, սա ինչ էր նշանակում Դանիելի համար, սա նշանակում էր անուն, փառք, պատիվ, բացվում են դռներ, դու արքայի հետ նույն սեղանի շուրջ ես նստում, էլ ինչ էր պետք Բաբելոնից գերիվարված, հայրենիքը կորցրած մի երիտասարդի համար, համաձայն եք թե ոչ։ Բայց այս տղան սենց որոշում է կայացնում։ Դանիելը որոշեց, որ թագավորի ազնիվ կերակուրներով ու անոր խմած գինիովը չպղծվի, ուստի ներքնապետեն թույլատրություն խնդրեց, որ անոնցմով ինքզինքը չպղծե։ Ներքնապետը, այսինքն արքունիկի գործերով զբաղվող բարձրաստիճան անձնավորություններ։ Եվ նրան մոտեցավ ու խնդրեց, որ թույլ տա, որ ինքը արքայական սեղանից չօգտվի։ Պատմությունը շարունակում ենք, ասում է. Աստված ներքնապետի առջև շնորհք ու գթություն գտնել տվավ Դանիելին։ Ներքնապետը Դանիելին ասաց. Ես կվախենամ իմ թագավոր տիրոջ մեզ, որ ձեր ուտելիքն ու խմելիքը սահմանեց, վասնզի ինչու համար անիկա ձեր երեսին ավելի տկար տեսնեք, քան ձեր հասակակից եղող մյուս տղաների երեսները, որով թագավորին առջև գլուխս պիտի վտանգեք կամ վտանգեք։ Դանիելն ասաց տնտեսին, որ ներքնապետ Դանիելին, Անանիային ու Միսայելին ու Ազարիային վրա դրեր էր, շնորհ քրե քու ծառաներդ 10 օր փորձի մեզ ուտելու համար ընդեղեն ու խմելու համար ջուր տուր։ Դու մեր դեմքը թագավորին ազնիվ կերակուր տված տղաների դեմքի հետ կհամեմատես, շարունակեմ հա պատմությունը։ Ասում եք շարունակես 10 օր մեզ ընդամենը պոպոկ պնդուկ տենց բան տուր ուտենք, հա չարաս տուր ուտենք,
այդ մսերը, այդ խորովածները, այդ ճոխ կերակուրները, այդ ձկների տեսակները, այդ խավիարները, այդ չգիտեմ սուշիները, այդ թանգանոց համեղ թակավորական կերակուրները եւ այլն, մեզ միտուն մեզ պարս հասարակական դեղեն տուր ուտենք։ Հիմա այս ներքնապետն ասում է, եղբայր, խես գլուխս վտանգի տակ դնում, որովհետեւ վաղը մյուս օր թակավորը երբ որ տեսավ քո նվաղած վիճակը, գլուխս կտրելու ասում է, ինչ է այս մարդկանց վիճակը, ես քեզ չի ասել, սրանք իմ սեղանից պետք է օգտվեն։ Դանիելն էլ, տեսեք ինչ է ասում է, դու մեզ մենակ այդ ընդեղենը տուր, 10 օր ժամանակ տուր, 10 օր հետո կհամեմատես մեր դեմքն էլ, մեր երեսն էլ։ Ու թագավորի սեղանից օգտվող է թույլատրություն ունեցող այլ երիտասարդ տղաների դեմքներ կնայես։ Ու եթե մեզ նվաղած տեսնես, մեզ նիհարած տեսնես, մեզ գույնը գծած տեսնես, այն ժամանակ վարվի ոնց ուզում ես։ Արդյունքում 10 օր փորձնական ժամանակ տվեց։ 10 օր հետո ավելի պայծառ, ավելի կարմիր թշերը, ավելի կերած խմած մարդու տեսք ունեին։ Աստված այս 4 տղակներուն ամեն դպրության իմաստության մեջ գիտություն հանճար տվավ։ Դանիել ամեն տեսիլք ու երազ կհասկանար։ Դուք տեսնում եք Դանիելը ինչպես չի կերպարանավորվում այս աշխարհի կերպարանքով։ Այսինքն ինչ է նշանակում։ Դանիելը չի միաձուլվում ամբողջի հետ։ Նա ունի իր սկզբունքները ու իր համար կարևոր չէ այդ սկզբունքները նա Աստծո տաճարի մեջ է պահում, թե դրսում է պահում։ Իր համար կարևոր չէ այդ սկզբունքները նա պահում է Իսրայելում, թե Բաբելոնի գերության մեջ։ Ու իր համար կարևոր չէ նա գերու կարգավիճակում է, թե ազատի կարգավիճակում է։ Ու նրա համար կարևոր չէ իր սեղանից օգտվելու հրավերը ստացել է պարզ հասարակ քաղաքացուց, թե թագավորից։ Նա մնում է սկզբունքային մարդ։ Նա մնում է հավատարիմ իր տեսակին եւ իր սկզբունքներին։ Աշխարհը իր ճոխ սեղաններն է գցում դիմացը։ Իսկ ինքն ասում է ոչ, չի ուզում պղծվի, նրա ոչ, որովհետև այդ սեղանին կար խոզի միս դրած խորոված, տարատեսակ, էս կար, այն կար, տարատեսակ բաներ կար, որոնք որ ըստ իր հրեական օրենքների պիղծ էին։ Այդ գինին խմելը նրանց հետ եւ այլն, զոհեր կային արված, դրված եւ այլն, մարդը չէր ասում, դե պայմանները այսպես են, գերության մեջ եմ, ես իմ տան մեջ չեմ, որ ես կարողանամ իմ ուզած ձևով սնվել, իմ հավատքի գործը պահել, ճիշտ է, ես գնացել եմ բանակում ուրիշ օրենքներ են գործում եւ այլն, ես մի 2 տարի պետք է յոլա գնամ այսպես, հետո կվերադառնամ հոգեվոր կյանքին։ Աշխատանքային պայմաններս են այդպես տիպում, ինչ անես, տնօրենս է ասում պաշտամունքի մի գնա, ես ինչ մեղք ունեմ, որ չանեմ ինձ գործից կհանի։ Եվ ինքը այսպես ինքնաարդարացումների մեջ չի, ինքը մնում է իր սկզբունքներին հավատարիմ, ու հետո մի քանի անգամներ տեսնում ենք դա հաստատվում է եւ իր կյանքում, եւ Սեդրակի, Միսակի, Աբեդնագովի կյանքում։ Մնում է հավատարիմ։ Թագավորը ելնում է հրաման է տալիս, որ ոչ մեկ իր Աստծուն չաղոթի, բացի միայն չէ արքայից արքայի աղոթ քանի, մարդը ելնում է իր աղոթքն անում, իր համար կարևոր չի ինչ օրենք է գործում, ինքը մնում է հավատարիմ իր տեսակին, իր սկզբունքներին, նա ամբողջ հետ չի միաձուլվում, չի կերպարանավորվում այս աշխարհի կերպարանքին։ Արդյունքում Աստծուց շնորհ է ստանում, Աստծուց իմաստություն է ստանում։ Նմաններն են միշտ հոգևոր նվաճումներ ունենում իրենց կյանքում։ Որքան դու ցանկանաս ուրիշներին դուր գալ, այնքան կկորցնես քո դեմքը։ Որքան դու ցանկանաս ուրիշներին դուր գալ, այնքան կկորցնես քո դեմքը։ Մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, նաև նշանակում է ջանալ բոլորին դուր գալ։ Հաճոյանալ։ Եվ ինչքան ուզում ես բոլորին հաճոյանալ, բոլորի համար լավը լինել, բոլորի համար բարի լինել, հանկարծ կոնֆլիկտներ չունենաս, բոլորը քեզ սիրեն, բոլորը քո մասին լավը խոսեն, այնքան կորցնելու ես քո դեմքը։ Հիսուսն ասեց՝ վայ ձեզ, եթե ձեր մասին լավը խոսեն։ Որտեղ ձեր հայրերի մասին էլ էին լավը խոսում, բայց այնիշ նրանք մարգարեներ սպանողներ էին։ Այդպես ձգտել միշտ որ քո մասին լավը խոսեն, քո մասին լավը, մեկ նեղվում եմ հենց իմ մասին վատն են ասում եւ այլն։
Առաքյալն ասում է, թող մեկը ձեզ չմեղադրի գողության համար, այս ինչի համար, այն ինչի համար եւ այլն։ Բայց եթե դուք արդարության մեջ եք գործ, արդարության համար եք մարտնչող եք, ու ձեր մասին վատն են խոսում, երանելի եք։ Լավ է, ոչինչ վատ չի։ Նաեւ Գաղատացիս 1:10 այստեղ Գաղատացիս 1:10 այստեղ մի լավ բան է ասում Պողոս առաքյալը։ Քանզի հիմա մարդիկ հաճեցնեմ, թե Աստծո։ Մարդկանց հաճելի լինեմ, հաճելի լինել կփնտրեմ, քանզի եթե ես տակավին մարդկանց հաճելի լինեի, այլ Քրիստոսի ծառա չէի լինի։ Հիմա ասում եմ մարդկանց հաճեցնեմ, թե Աստծո։ Քանզի եթե ես մարդկանց հաճելի լինեի, մարդկանց հաճոյանալու ետևից ընկած լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի։ Մեկը չի կարա Քրիստոսի ծառա լինի ու հաճելի լինի մարդկանց։ Հիսուսն ասեց, եթե ինձ ատեցին, ձեզ էլ են ատելու։ Եթե ինձ ատեցին, ձեզ էլ են ատելու։ Դու չես կարա Քրիստոսի ծառա լինես, բայց բոլորի սերը, հարգանքը, բոլորն ասեն պուպուշ է, ինքը լավն է, էսա, էնա, չի կարա այդպես լինի։ Որովհետև Քրիստոսի ընթացքը եւ նրա ծառաների ընթացքը հակառակն է ամբոխի։ Իսկ ամբոխը չի սիրում իրանից առանձնացածներին, չի սիրում յուրահատուկներին, չի սիրում անհատականություններին, ամբոխը սիրում է, որ դու իրանց նման ես։ Պողոս ասում է, հիմա մարդկանց հաճելի լինեմ, թե Աստծո հաճելի լինեմ։ Եթե մարդկանց հաճելի լինեի, էլ Քրիստոսի ծառա չէի լինի։ Դու ում ես ուզում հաճելի լինել, ում ես ուզում հաճեցնել։ Աշխարհին, ամբոխին, թե Աստծո։ Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես։ Այնտեղ ասում է մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Այստեղ ասում է Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես։ Ում ես ուզում նման լինել։ Ուզում ես ամբոխին նմանվել։ Ուզում ես ամբոխի արժեքները կրել, ուզում ես ձուլվել ամբոխի հետ, թե ցանկանում ես Աստծո նմանող լինես։ Որպես սիրելի զավակ, իրական ուժը կայանում է նրանում, երբ դու ընթանում ես քո ճանապարհով։ Եթե անգամ թիկունքումդ շարունակ լսում ես քրտմջում, շարունակ լսում ես չարախոսություն, շարունակ լսում ես բամբասանք, շարունակ լսում ես շշուկներ թիկունքում, հիշիր, միևնույն է, այդ ձայները ավելի բարձր երբեք չեն լինելու, քան Աստծո ձայնը, որ քո ներսում է։ Իսկ դու ուշադրություն մի դարձրա այդ ձայներին։ Ուշադրություն դարձրա այն ձայնին, որ քո ներսում է։ Այն ձայնը, որ Աստծո ձայնն է, որը քո մեջ ավելի բարձր է հնչում, հետևանքը նրա, որ միտքդ նորոգված է նրա խորհուրդներով։ Երբեք մի վախեցիր ուրիշների կարծիքից, քննադատություններից, միշտ կարևորիր Աստծո կամքը։ Ճանաչիր այն ամեն օր, էլ ավելի ճանաչիր եւ հետևիր նրա ու նրա ձեռքը կբարձրացնի քեզ, նրա ձեռքը կառաջնորդի քեզ, նրա ձեռքը կազատի քեզ ու կտա քեզ կատարյալ ազատություն։ Մարդկանցից էլ, մարդկանց կարծիքներից էլ, մարդկանց խորհուրդներից էլ, մարդկանց աշխարհի կերպարանքից էլ ու կապրես ազատ, կապրես քո հոգևոր խորհուրդներով։ Ավելի ուժեղ, ավելի հաղթող։ Օրհնյալ լինի մեր Տիրոջը սուրբ ու պատվական անունը, այժմ եւ բոլոր դարերում, հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Թանկագիններ, մեր գլուխները խոնարհեցնենք, ոտքի կանգնելով աղոթենք Տիրոջը։ Պաշտելի մեր Հայր, մեր Աստված, ինչ մեծ պատիվ է խորել ու խոկալ քո խորհուրդների շուրջ։ Ամեն անգամ, երբ որ քո սուրբ անունը մեր շուրթերի վրա առնում ենք, ով Տեր, անարժանության զգացումն է պատում մեր սրտերին։ Արդյոք արժանենք Տեր անունդ տալու անգամ։ Ողորմած Տեր, եթե կանչում ենք քեզ լոկ միայն
Հիսուս Քրիստոսի շնորհքն է, նրա կատարած գործն է, նրա ողորմությունն է, որ մեզ տալիս է այդ համարձակությունը գալու գահիդ առաջ։ Շնորհակալ ենք, որ դու մեզ այս աշխարհի խավարից քո պայծառ լույսին բերեցիր։ Բայց գիտակցում ենք, որ շատ անգամներ գիտակցում ենք ճշմարտությունը, բայց պետք եղած ուժը չունենք ապրելու այն։ Ուստի հայցում ենք քո Սուրբ Հոգու զորակցությունը, Տեր։ Ներգործիր մեր մեջ, ով Սուրբ Հոգի Աստված, որովհետեւ կարողանանք մեր գիտակցածը կյանքի վերածելու։ Ամեն անգամ, երբ որ ամբողը աշխարհը իր հրապույրներով կանչում է մեզ, շնորհ որ քո ձայնը այնքան հնչեղ լինի մեր մեջ, որ ոչինչ լինի այդ հրապույրը, ոչինչ լինի այդ կանչը, ոչինչ լինի այդ գայթակղությունը։ Չվախենանք տարբերվել, չվախենանք լինել այնպիսին, ինչպիսին դու ես կամենում լինենք, որովհետև որևէ մեկն ավելի մտահոգ չէ մեր ապահովությամբ ու մեր պաշտպանությամբ, քան դու, Տեր Աստված մեր։ Ուստի մեզ համար ավելի կարևոր են քո խորհուրդները, մեզ համար կարևոր են ավելի քո կամքը, քո ուզածները, Տեր, եւ ճանաչելով ապրել այն։ Օրհնիր քո ժողովուրդով, Տեր, օրհնիր քո եկեղեցին, Հայր, որ հոգևոր կյանքը եկեղեցին մեր ազատ ժամանցի զբաղմունքը չլինի, այլ կրենք այն որպես մեր կյանքի ջահ, մեր կյանքի արժեք, առաջնորդվելով դրանով։ Խաղաղությանդ մեջ պահիր ու առաջնորդիր, Տեր, աղոթում եմ մեր հայրենիքի համար, աղոթում եմ հոգևոր արթնություն ապրած բոլոր այն հոգևորականների համար, որոնք որ լուսավորչի ջահը բոցավառում են մեր ազգի մեջ, որ ճանաչենք ազգովի քեզ, հետևենք ոչ թե մարդկային խորհուրդների, հետևենք ոչ թե մարդկային ծիսակարգերի, այլ հետևենք աստվածային խորհուրդներիդ, հետևենք Քրիստոս Հիսուսին, որի գալուստը շատ մոտ է, որի ոտնաձայներն այսքան հստակ լսվում են, պատրաստ արա մեզ, Տեր, գալու քո ետևից։ Եվ հիմա մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի, գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Աստված պահապան ձեզ եւ Աստված պահապան մեր ազգին։ Ամեն։